ինչ-որ խալանչիների բռներում, նրանցից ինչ-որ փողեր վերցնելու, եթե սա երկիր է, ինքն ինչպես իրենք են սիրում ասել ժողովրդավարության բաստիոն, ապա խնդրում եմ, գնացեք ձեր իսկ շատ խալանչիների հետևից, եթե իհարկե դուք այդ խալանի մաս չեք, եւ այս միակ պատճառն դա է, որ մինչև հիմա խալանչիներ ասված ինչ-որ ոտային խոսք է, այլ ոչ անուն ազգանուններ, այլ ոչ քրեական գործեր եւ ոչ բան։ Ամեն դեպքում մենք գիտենք ինչ նպատակով է սա արվում, սա էլի եւս ադելության այդ արխի մեջ եւս մի կաթիլ եւս մի բան ավելացնելու համար է, որ տեսեք, խալաներ են, հիմա եկել են մեզ են ուզում խալաներ եւ այլ, այսինքն այս ամբողջը ադելության խոսքի շրջանակներում է։ Մենք Արցախի եւ Հայաստանի հանրություններս, մենք ազգությամբ հայերս նշում ենք, որ մեզ համար ձեր ադելության քարոզը ոչ մի նշանակություն չունի։ Եվ այդ նպատակով քաղաքական ակցիա ենք անում եւ ձեր այդ ամենազզվելի օրինակները պետական պաշտոնյաների կողմից ֆիքսված այս թղթի մեջ է եւ որպես մեր արձագանքը դրան ենք պարզապես փուչիկի նման այն վերև ենք բարձրացնում եւ ասում, որ սա մեզ համար ոչ մի բան չի նշանակում։ Այդ պատճառով մենք մինչ այս պատմատիվ հանցագործության մասին հաղորդումներ ներկայացրել ենք, բայց այսօր ևս մի փաթեթ պատրաստել ենք եւ ուզում ենք փոխանցել գլխավոր հաղորդազի, իրենց փուչիկային գործունեության փոխարեն այդ մարդիկ ռեալ կզբաղվեն աշխատանքով եւ ռեալ կգնան այն պետական պաշտոնյաների եւ այն մեծ իշխանական իրենց սիրելի բառով ասեմ տղանի հետևից, ովքեր ազգամիջյան ատելություն են քարոզում, ովքեր ուզում են ազգին բաժան անել, որովհետև այդ իրելու ձև չգիտեն, որտեղ ժողովրդավարության մասին իրենց պատկերացումները իրականության հետ կապ չունեն եւ իրենց պոպուլիզմը դա միակ բանն է, որ ունեն։ Այս մարդիկ չեն աշխատում, այս մարդիկ ցանկություն չունեն եւս առաջիկայում աշխատել իշահ պետության։ Դրանց համար միայն պայքարը աթոռի համար է, պայքարը քաղաքական շահի համար է։ Սա անթույլատրելի է։